Բարի երեկո, միասին ամփոփում ենք շաբաթը, եթերում օր կիրակին է։ Վաղը Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի օրն է։ Հանրաքվեի տեսքով անցկացվող հերթական ընտրական միջոցառումը, որն համընկնում է Արցախի վերածննդի օրվա հետ, ընդամենը 26 տարեկան պետության համար երրորդ հանրաքվեն է։ Այդ ընթացքում հանրապետությունում անցկացվել են նաև 5 նախագահական, 6 խորհրդարանական ընտրություններ։ Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով մեր երկիրեն ժամանել պատվիրակություններ աշխարհի տարբեր անկյուններից։ Լատվիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Բելգիայի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, երեկ ընդունել է նախագահ Բակո Սահակյանը։ Երկրի ղեկավարը կարևորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից։ Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև ԼՂՀ պետականաշինության արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր։ Իսկ այսօր նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Եվրոպական խորհրդարանի, Բուլղարիայի ազգային ժողովի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի խորհրդարանների մի խումբ падգամավորների, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի նախկին դեսպան Ռայներ Մորելին։ Երկրի ղեկավարը կարևորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից։ Հանդիպումների ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինության արտաքին եւ ներքին քաղաքականությանը տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր։ But for the election, I think it's the 5th. 35-րդ անգամ եմ այցելում Արցախ, ընտրությունների հետ կապված թերևս 5-րդ այցս է։ Սպասվող հանրաքվեի արդյունքների վերաբերյալ իհարկե մեկնաբանություն չեմ անի, դա ժողովրդի ընտրության հարց է, սակայն կուզենայի ասել, որ ես ինձ զգում եմ ձեր ժողովրդի մի մաս։ Արցախի ժողովուրդը ապացուցել է իր ինքնորոշման իրավունքի արժանին լինելու փաստը։ Այդ իրավունքը նա վաստակել է արյան գնով եւ որևէ մեկը չի կարող խլել այն։ And I will not comment what's going to happen tomorrow in the sense that Իհարկե ես լիությամբ անկողմնակալ չեմ, ինչ կատարվում է Արցախում եւ միանշանակ կերպով հաստատում եմ դա, իսկ ինչ վերաբերում է մեկնաբանություններին կապված բաղականալի հանրաքվեի եւ նարարությունների վերաբերյալ իհարկե մեկնաբանությունը չեմ անի, որովհետեւ այդ ամենի հետ կապված որոշողը Արցախի ժողովուրդն է։ Ես անձամբ հակված եմ լինում միշտ ճանաչելու եւ ողջունելու այն գործընթացները, որոնք կատարվում են Արցախում, նույնիսկ եթե այն երկիրը եւ կամ կառույցը, որ ես ներկայացնում եմ, այդ ամենը չեն անում։ Мне главным образом интересовало то, что я опять могу приехать. Ինձ հետաքրքրեց, որ նորից կարող եմ գալ Արցախ, որովհետև Արցախը իմ սրտի գործն է։ Ապրել եմ այստեղ, 90-ականների պատերազմի ականատեսն եմ եղել։ Իմ շատ լավ բարեկամներն են զոհվել։ Ինչքան շատ դու գիտես, դու այդքան ավելի լավ կարող ես որոշում ընդունել։ Լեռնային Ղարաբաղը մի երկիր է, որի մասին ալի շատ պետք է իմանալ, ծանոթանալ որին եւ վաղվա հանրաքվեն դա մեկ տարբերակ է, միջոց է, որի միջոցով մենք կարող ենք ավելի շատ իմանալ երկրի մասին։ Ես այստեղ եմ, որպեսզի դիտեմ այդ երևույթը, ինչպես են քաղաքացիները իրենց իրավունքը իրականացնում, ինչպես են նրանք վերցնում այդ իրավունքը եւ ասում ես այստեղ եմ, ես հիմա պետք է որոշում ընդունեմ։ Կիրակին հարուստ էր հանդիպումներով նաև խորհրդարանի խոսնակի համար։ Աշոտ Ղուլյանը ընդունել է Սահմանադրության նախագծի հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով մեր երկրում գտնվող մի քանի պատվիրակության անդամների։ Նման ձևաչափով առաջին հանդիպումը Արցախ ժամանած Բոլիվիայի падգամավորների պալատի անդամների հետ էր։ Падգամավոր Ալիսիա Կանդկի Կոնդորին ներկայացնելով Բոլիվիայի եւ Լեռնային Ղարաբաղի պատմության նմանությունները, կարևորել է Արցախի ժողովրդի ժողովրդավարական արժեքներին հետևելու բարձր կամքն ու պատրաստակամությունը, ինչի վառապացույցն է նոր սահմանադրությունը։ Իսկ այսօր Աշոտ Ղուլյանի մոտ հյուրընկալվել են Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության անդամներ, Մերձդնեստրի Գերագույն խորհրդի օրենսդրության, իրավապահ մարմինների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարցերով կոմիտեի փոխնախագահ Գրիգորի Դյաչենկոն եւ հայ համայնքի ղեկավար Գեգամ Գևորգյանը։ Գրիգորի Դյաչենկոն նշել է, որ առաջին անգամ չէ Արցախում եւ ամեն անգամ հիանում է տեսնելով, թե ինչպես են արցախցիները զարգացնում իրենց երկիրը։ Խորհրդարանի ղեկավարի մեկ այլ հանդիպում Աբխազիայի խորհրդարանական պատվիրակության
հետ էր։ Աբխազիայի ժողովրդական ժողովի փոխոստնակ Էմմա Գամիսոնյան Աշոտ Ղուլյանին է փոխանցել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի ու խորհրդարանի նախագահ Վալերի Բգանբայի ողջուններն ու հանձնել Աբխազիայի խորհրդարանական ընտրությունների մասնակցելու հրավերը։ Օրվա երկրորդ կեսին Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի падգամավոր Էլենի Թեոխարուսին եւ Համերաշխության շարժում քաղաքական կուսակցության կենտրոնական գրասենյակի նախագահ Յանիս Սելինոպուլոսին։ Էլենի Թեոխարուսը իր տպավորություններն է կիսել այսօրվա այցից առաջնագի զինվորների մոտ տիրող ոգուց։ Մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհաբերում են ազատության համար, ամեն ինչ կանեն նաեւ ժողովրդավարության համար։ Արցախցիների կամքի մասին կարծիք է հայտնել Եվրամիության падգամավորը։ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է նաև Հարավային Օսիայի պատվիրակությանը։ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում րոպեներ առաջ ավարտվեց Սրբույր Արզումանյանի մամուլի ասուլիսը Արցախ ժամանած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ դիտորդների մասնակցությամբ։ Եթե 1991 թվականին մեր առաջին հանրաքվեի ժամանակ ընդամենը 40 միջազգային դիտորդ ունեինք, ապա այսօր արդեն շուրջ 30 երկրից 100-ից ավելի դիտորդ է ժամանել Արցախ։ Գումարած դրան ավելի քան 80 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հաշվի առնելով մեր հանրապետության ընտրական համակարգում 1991 թվականից կուտակված փորձը, համապետական նշանակության ընտրություններ եւ հանրաքվեներ կազմակերպելու գործում միջազգային դիտորդների ներկայացրած առաջարկություններն ու եզրակացությունները, ընտրական օրենսդրության կատարելագործմանը զուգընթաց, վերջին տարիների բարեփոխումները, արդի տեխնոլոգիաներ ներդնելու, ընտրական վարչարարության մարմինների որակավորման բարձրացման ուղղությամբ կարելի է փաստել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվող յուրաքանչյուր հանրաքվե եւ ընտրություն նախորդի համեմատ ավելի դրական տեսք է ստանում։ Հանրաքվեի վերջին տվյալներով մասնակցելու իրավունք կունենա 102 Հստակ սահմանվել է, որ ամբողջ հանրաքվեի կամ ընտրական գործընթացը կարելի է լուսանկարել եւ տեսանկարահանել, չխոչընդոտելով հանձնաժողովի աշխատանքներին։ Հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների, բողոքարկման իրավունքի, մեխանիզմների, ատյանների լայն շրջանակ է սահմանվել։ Հանրաքվեի արդյունքների միջդատական բողոքարկման համար նախատեսված ժամկետը երկարաձգվել է։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի, յուրաքանչյուր դիտորդի կամ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի լայն իրավասություն է տրվում հանրաքվեի տեղամասերում վերահսկողություն ստուգում իրականացնելու համար։ Փետրվարի 20-ի հանրաքվեին վերջին տվյալներով մասնակցելու իրավունք կունենա 102,757 քաղաքացի, այսինքն 711-ով ավելի, քան նախորդ 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր։ Սա նշանակում է, որ Սահմանադրության հանրաքվեին մասնակցելու հնարավորություն է տրվում Արցախի հանրապետության բնակչության 69%-ին։ Փետրվարի 20-ին ընդառաջ դեպի Արցախ ակտիվանում է արտասահմանյան դիտորդների եւ լրագրողների հոսքը։ Շատերը գալիս են հերթական անգամ, ոմանք առաջին։ Հույդը հայդատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ արտասահմանյան դիտորդների խումբը երկրորդ անգամ է Արցախում թարմացված կազմով եւ ամփոփող նպատակով հետևել, թե որքան են Արցախում անցկացվող ընտրությունները համապատասխանում միջազգային նորմերին եւ տեղական օրենսդրությանը։ Նրանց համար կողմն ու դեմը էական նշանակություն չունեն, կարևորը պահպանվեն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման միջազգային չափանիշներն ու չխախտվեն մարդկանց իրավունքները։ Արտասահմանցի դիտորդները կենտրոնական ընտրական հանձնաժողովում անհրաժեշտ փաստաթղթերն են ստանում, սպասվող միջոցառումների ժամանակացույցին ծանոթանում։ Ոմանք հերթական անգամ են Արցախում, ոմանք առաջին։ ՀՅԴ հայդատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ արտասահմանյան դիտորդների խումբը երկրորդ անգամ է Արցախում թարմացված կազմով։ Անգլիան գա, Ռումինիան գա, Իսպանիան գա, Կատալոնիան գա, Լատվիան, իրենք մասնակիցներ են, որ իրենք ընդհանրապես կաշխատին ՀՀԳ-ին համար, Եվրախորհրդի, Միացյալ Աշխարհի գազམ་ագերբության, Եվրոպական միության համար եւ իրենց ներկայացած զեկուցումները անպայմանորեն նկատի կառնվին պատկան մարմիններուն կողմէ։ Այս խմբում մասնագիտացված դիտորդներ են, նրանց հետ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահն առանձին հանդիպեց, նախապատրաստական աշխատանքների մասին պատմեց, ձևավորվել է 11 ընտրատարածք, 280 ընտրական տեղամաս, որից մեկը Երևանում։ Խմբի անդամները հետաքրքրվում են, արդյոք բոլորն են ապահովված հանձնաժողովների ամբողջական կազմով եւ հանրաքվեի համար պահանջվող նյութերով։
որևէ տեղամասային հանձնաժողով չունենք, որ տեղեկացված չլինի, որ ապահովված չլինի, սկսած գրենական պիտույքներից գույքից վերջացրած տեղեկատվական նյութերով։ Ընտրական տեղամասերը տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցողներին հասանելի դարձնելու ուղղությամբ դեռ աշխատանքներ տեսնում է։ Հաջորդ հարցը հանրության տեղեկացվածության մակարդակի մասին է։ Այդ հարցում էլ 2017-ի հանրաքվեն շահեկան դիրքերում է համարում Սրբուհի Արզումանյանը։ ԱՅՈ-ի եւ ոչի ճամբարներին զուգահեռ զուտ իրազեկման աշխատանքներին նաև հասարակական հատվածն է ակտիվ մասնակցել։ Քարոզարշավի ընթացքի մասին արդյոք խախտումներ եւ բողոքներ չեն արձանագրվել, հետաքրքրվում են դիտորդները։ Բավական բարեկիրթ, քաղաքակիրթ քարոզարշավ իրականացվեց եւ կողմերի, թե դեմերի կողմից որևէ բողոք դժգոհություն չենք ստացել, ոչ պաշտոնապես, ոչ պաշտոնապես։ Որքանով է պաշտոնական տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, դիտորդները հանրաքվեի օրը կհամեմատեն հանրապետության ողջ տարածքում, աշխատանքը սկսելու են մինչ տեղամասերի բացումը եւ շարունակելու տեղամասերը փակվելուց հետո։ Normally in Spain I work as a lawyer. Ես Իսպանիայից եմ, մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց երկար տարիներ որպես դիտորդ աշխատել եմ տարբեր կազմակերպությունների հետ։ Այստեղ եմ հենց դիտորդական առաքելությամբ։ Լինելու ենք Արցախի տարբեր բնակավայրերում, հետևելու ենք քվեարկության ընթացքին եւ վերջում հանդես են գալու զեկույցով։ And then we will write a report to our office. Զեկույցները Հայդատի Եվրոպայի գրասենյակին են հանձնելու ոչ թե գզրոցում պահելու, այլ անկախ դիտորդների գնահատականը հնարավորինս լայն լսարանի ներկայացնելու համար։ Դիղրգվի Եվրախորհրդին, դիղրգվի Մինսկի գրուպին, դիղրգվի ՀՀԳ-ին, անշուշտ Եվրոպական միության եւ Եվրոպարլամենտի պատկան սպասարկություններուն, Միացյալ Աշխարհի գազམ་ակերպության քարտեր հիմնարկին, որ ընդհանրապես կսպառի նման բաներով եւ նաեւ դերական զանազան երկիրներով, որոնց մենք կնկատենք, որ կարեւոր է մեզ համար, դիղրգվի այդ երկիրներու պատկան սպասարկություններուն։ Նախորդ ընտրություններին հրավիրված խմբի զեկույցը արդեն տարածել են, արձագանքներից էլ գոհ են։ Նորեր Հովսեփյան, Հայիկ Բաբայան, օր։ Փետրվարի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի եւ Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ։ Նախարար Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց առ այն, որ հակառակ հանձնառությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ պահանջների Ադրբեջանը շարունակում է 1994-1995 թվականների զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումները, դրանք զուգորդելով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սպառնալիքներով։ Նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ եւ ներկայությամբ Մյունխենում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Քննարկվեցին արտգործնախարարների միջև հետագա հանդիպումներ, ինչպես նաև համանախագահների տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։ Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Ռիչարդ Հոգլանդը հայտարարություն են տարածել։ Հայտարարությունում նշվում է, որ համանախագահները նախարարների հետ քննարկել են շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ այլընտրանք չկա եւ պատերազմը ճանապարհ չէ։ Նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաեւ իրենց հանրային ելույթներում հանրությանը նախապատրաստել խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Բացի այդ, համանախագահները նաեւ կողմերին կոչ են արել խստագույնս պահպանել 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը, որը ռազմական գործողությունները դադարեցնելու հիմքն է։ Համանախագահները կողմերին հիշեցրել են 2011-ի մայիսին Դովիլում իրենց երկրների նախագահների համատեղ հայտարարությունը, ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն նոր տառապանքներ ու ավիրացություններ կբերի եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից։ Համանախագահները մտքեր են փոխանակել 2016-ին Վիեննայի Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, ինչը նպատակ ունի կայունացնել իրավիճակը շփման գծում։ Համանախագահները նախարարների հետ հանդիպման ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ճկունություն ցուցաբերել եւ վերականգնել համընդգրկուն բանակցությունները հակամարտության երկարատև լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար։ Ըստ հայտարարության համանախագահները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան։ Այդուհանդերձ սպասել կառուցողական քայլերի հարևան պետությունից մեղմ ասած միամտություն կլինի։
Ադրբեջանն իր իրական դեմքը ցույց տվեց ապրիլյան առճակատման ժամանակ։ Թալիշում կատարած վայրագությունները ապացույցներից մեկն է միայն։ Այս շաբաթ մեր երկրի մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպա է մեկնել հաստ թղթապանակով։ Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում ունեցած հանդիպումների ընթացքում ներկայացրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների վերաբերյալ իր զեկույցը։ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում պատգամավոր Ֆրանկ Էնգելի հետ ունեցած ասուլիսի ընթացքում Մելիքյանը շեշտել է, որ իր խնդիրը մարդու իրավունքներն են, ուստի չի անդրադառնում քաղաքական հարցերի։ Չնայած որ երկիրը ճանաչված չէ, դա չի նշանակում, որ մարդիկ պետք է զրկված լինեն իրավունքներից։ Նրանց իրավունքները պետք է հաշվի առնվեն։ Արցախի օմբուդսմենը մասնավորապես ընդգծել է ապրիլյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների համակարգային բնույթը։ About 90% of all citizens of Nagorno-Karabakh Republic Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների 90%-ը, ովքեր կան ադրբեջանցիների վերահսկողության տակ, կամ կտանքների են ենթարկվել, կամ սպանվել ու խեղվել են։ Դա տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիայի բոլոր ուղղություններով։ Այս ամենի վերաբերյալ ունենք փաստեր, լուսանկարներ եւ այլն։ Կարծում եմ, որ այս իրավիճակը մտահոգիչ պետք է լինի նաեւ Եվրոպայի համար։ Այստեղ կա Եվրոպայի ներգրավման խնդիրը, չեմ խոսում պաշտոնական կամ ուղիղ ներգրավման մասին, այլ օրինակ մարդու իրավունքների պաշտպանների եւ ոլորտում աշխատողների ներգրավման մասին։ Սա այն դեպքն է, երբ մենք տեսնում ենք մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավման պակաս, ինչը կարող է հանցագործություններ կատարողների մոտ տպավորություն ստեղծել, որ դրանցով որևէ մեկը հետաքրքրված չէ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն էլ կարծիքի հայտնել, որ պետք չէ կանգ առնել Մինսկի գործընթացի վրա ու դրանով արդարացնել Լեռնային Ղարաբաղի հետ չհամագործակցությունը, հավելելով, որ Եվրամիությունը պետք է գտնի իր դերը տարածաշրջանում։ Ես օրինակ կարող եմ պատկերացնել, որ Եվրամիությունը որոշում է Ադրբեջանի առաջ դնել պարզ ընտրություն, կամ նա ընդունում է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները, կամ դուրս է գալիս արևելյան գործընկերության ծրագրից։ Մենք չենք կարող շարունակել, կարծեք ոչինչ չի եղել ու համագործակցել երկրի հետ, որը շաբաթական, ամսական ընդմիջումներով ռազմական հարձակումներ է իրականացնում հարևանի վրա ու ձևանում է նորմալ հարևան։ Եթե Ադրբեջանը չի ընդունում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները, ապա այն պետք է զգա դրա հետևանքները Եվրամիության հետ հարաբերություններում։ Մենք մեր էներգիան այլ երկրից կարող ենք ձեռք բերել։ Ադրբեջանում կեղծարարությունն ու խաբեությունը վաղուց սեփական դիրքորոշումը քարուզելու մեթոդ են դարձել։ Չխորշելով որևէ միջոցից այդ երկրի իշխանությունները ներքին լսարանի համար մի բան ասելով արտաքին համար մեկ այլ բան, այս անգամ որոշել են հիմարացնել օտարերկրյա դեսպաններին։ Մեջուկով գովազդելով ազատագրված Չոջուխ Մարջանլը գյուղի վերականգնման արշավը, Ադրբեջանի իշխանությունները որոշել են դեսպանների համար գյուղ այցելություն կազմակերպել, որպեսզի օտարերկրյա դիվանագետներն իբր անձամբ համոզվեն հայերի բարբարոսությունների հարցում։ Սակայն հնարքը ձախողվել է երկու պատճառով։ Նախ դեսպանների մեծ մասը պարզապես հրաժարվել է մեկնել գյուղ, որոնց թվում էր նաև ԱՄՆ դեսպանը։ Այդ առիթով Ռոբերտ Սեկուտայից Ադրբեջանը սարսափելի վիրավորվել է։ Երկրորդ, Չոջուխ Մարջանլը գյուղը երբեք արցախյան զինված ուժերի վերահսկողության ներքո չի եղել եւ համապատասխանաբար դժվար կլիներ այն ազատագրել բռնազավթիչներից։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը պարզաբանել է, որ գյուղը գտնվում է շփման գծից 4 կիլոմետր հեռավորությամբ եւ այն երբեք մեր վերահսկողության ներքո չի եղել։ Այս ամբողջ արշավն ավելի շատ ուղղված է գյուղի անվան տակ ֆորպոստ ստեղծելու ծրագրի իրականացմանը։ Բնակիչները հատուկ ջոկատայիններ կլինեն, մարդասպաններ եւ աքսորիալներ։ Գյուղում հրետանի կտեղակային, իսկ երբ սա դրան քինի պատասխան, պաշտպանության բանակը ստիպված կլինի նրանց ստիպել լռել, խաղաղ գյուղի գնդակոծության մասին կաղաղակեն։ Սա առաջին դեպքը չէ։ 2016 թվականի ապրիլին նման իրավիճակ էր, երբ ադրբեջանական սպառազինությունը թաքցնում էին գյուղերի թիկունքում։ Օտարերկրյա քաղաքացիներին պահանջում է, բայց սեփական երկրի բնակիչները փախչում են, այն էլ ապաստան խնդրում Հայաստանից։ Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, Թոլիշի Սադոթերթի թղթակից Շահին Միրզոևն այս շաբաթ Երևանում մասնակցել է Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը 25 տարի անց խորագրով միջազգային աշխատաժողովին։ Նա մանրամասներ է պատմել ադրբեջանական բանակում տիրող իրավիճակի մասին։
Առաջնագծում ծառայող զինվորների մոտ 80% ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։ Նրանց բանակ են տանում կարելի է ասել ստիպողաբար ու միանգամից ուղարկում են առաջնագիծ։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց ամեն ինչ սկսած սահմանային գծից, Գյանջայից բոլորը խուճապահար փախել էին Բաքու եւ առաջին հերթին իրենց հետ տարել ոչխարներն ու գառները։ Ողջ Բաքուն լցվել էր ոչխարներով ու գառներով, ասել է Միրզոևը։ Մտավորականը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, որովհետև չունի աջակցություն իր ժողովրդի կողմից, որովհետև հասկացավ, որ Հայաստանում ու Արցախում մարդիկ սովի մատնված չեն։ Ապրիլյան պատերազմում հայկական ուժերը խուսանավել եւ մեծ հարված են հասցրել ադրբեջանական բանակին։ Տուժեցին թալիշները, լեզգիները, թաթերը, ովքեր կանգնած էին առաջնագծում։ Կրկին մեջ բերեմ Թալիշ մտավորականի խոսքը։ Եվ այնտեղ էր նրանց մահ սպասում, եւ արջևում, հետևում կանգնած էին թուրքական հրահանգիչները, ով փախչում էր, նրան կրակում էին։ Արդյոք այդպես կարելի է պատերազմել եւ հաղթել։ Ոչ մի դեպքում։ Հայաստանից քաղաքական ապաստան հայցած Շահի Միրզոևի երեխաներն են։ Հոր հետ համաժողովի են եկել։ Միրզոևի ընտանիքը մի քանի օր առաջ է Ադրբեջանից փախ եկել Հայաստան։ Ասում է մահից են փախել, մեծ ռիսկ է Ադրբեջանում մնալը։ Հայաստան գալը ես ռիսկային չեմ համարում, Ադրբեջանում գտնվելն է ռիսկային, ես այնտեղից ուղղակի փախել եմ ընտանիքիս հետ, մահից եմ փախել, նորից Ադրբեջան վերադառնալը ինձ համար մահ է, իսկ Հայաստան գալով ես չեմ սխալվել, այստեղ ոչ մի ռիսկ չեմ տեսնում։ Թալիշտանն այսօր ապրում է նույն ճակատագիրը, ինչ ժամանակին Ղարաբաղը, այն կարելի է ասել շրջափակման մեջ է։ Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը 25 տարի անց փորձագիտական աշխատաժողովի ժամանակ է հայտարարել Շամիլ Միրզոևը։ Ադրբեջանում թալիշցիներին համարում են պետության թշնամիներ, սեպարատիստներ, բավական է փոքր-ինչ ակտիվություն ցույց տալ, բանտարկում կամ սպանում են, ասում է Միրզոևը, որ 7 օր անհասկանալի պատճառով բանտում է եղել։ Այս օրերին Ադրբեջանից Ռուսաստան է փախել 300,000 թալիշ։ 2 միլիոն թալիշ է բնակվում Ադրբեջանում, ինչպես կարելի է նրանց ոչնչացնել եւ ամբողջ աշխարհն ուղակի կողքից դիտի։ Քանի դեռ քաղաքական գործիչները մտածում են Թալիշստանում կծակեն նույն ռազմական գործողությունները, ինչ Ղարաբաղում էին։ Ադրբեջանը պարբերաբար փորձում է ստով սնել միջազգային հանրությանը։ Բաքուն աղավաղում է պատմական իրողություններն անգամ Ադրբեջանի զինված ուժերի կողմից 1991-92 թվականներին Ստեփանակերտի պաշարման, 92-ի փետրվարի վերջին ԱՊԱ շրջափակման ռազմական օպերացիայի անհրաժեշտության վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի փորձագետները մի շարք փաստեր ունեն, որով բացահայտվում է Ադրբեջանի հերթական սուտը։ Դրանցից մեկն էլ հակամարտությունը տարածքային վեճ ներկայացնելն է։ Հայ դիվանագետների քաղաքական օրակարգում Բաքվին փաստերով հակադարձելը պետք է լինի։ Եվ հանրային եւ տեղեկատվական եւ քաղաքական շրջանակներում մենք կարողանանք զերծ պահել իրականությունը այն կեղծ շինծու ձևակերպումներից, որոնցով որ ադրբեջանցիները այսպես առանց ամաչելու լկտիաբար ներկայանում են տարբեր երկրների խորհրդարաներում։ Ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայան չի մոռանում Ստեփանակերտի շրջափակման օրերին բնակչության ծանր վիճակը։ Մարդկանց սոցիալական ու հոգեբանական ապրումների Արցախյան պատերազմի մասին Կուլչիցկայան 3 վավերագրական ֆիլմ է հեղինակել։ Համաժողովի ժամանակ էլ չկարողացավ զսպել ապրումները։ Ուտելիք չկար, ջուր չկար, Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծություններից պաշտպանվելու համար մարդիկ ապրում էին ապաստարաններում։ Շատ ծանր վիճակ էր եւ անհրաժեշտ էր գոնե լրացնել այդ կրակակետերը, որպեսզի քաղաքացիական բնակչությունը չընթարկվի համակարգային ոչնչացման։ Ադրբեջանի ձեռագիրն ընդհանուր առմամբ չի փոխվել, հակամարտության հենց սկզբից Բաքուն որդեգրել է հակամարտության լուծման ուժային ճանապարհը ու այդպես էլ շարունակում է։ Ակնհայտ է, որ պետական մակարդակով ահաբեկչություն են իրականացնում, ասում է փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը։ Վերջին հայտարարությունը այն մասին, որ ընդհանուր առմամբ Ղարաբաղի դեմ իրենց կողմից ստանձնազերծված ագրեսիան ապրիլյան լարվածության պահպանումը շփման գծում, դա իրենց ներքին գործն է, արդեն լրիվ բացահայտում է այդ իշխանության դեմքը։ Այսինքն այսքան տարի իրենք ձևացնում են, որ մասնակցում են բանակցային գործընթացին, իրականում իրենց նպատակը այն նույնն է մնացել, ինչ եղել է սկզբանե։ Ամեն ինչ արվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը այլընտրանք չմնա։
2006 թվականից սկսած շփման գծում իրավիճակն անընդհատ ցրվում է։ Այս պայմաններում Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված համարելը թյուրընկալում է, ասում է Բաքվի սեփցուցակում հայտնված ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ 2008-ից ի վեր հրադադարի ռեժիմի խախտումներն ամեն անգամ կոչում են աննախադեպ։ Տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ պնդումները դրանց հեղինակների կողմից ներկայացվում են իբրև բացարձակ նոր, առանց այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները հաշվի առնելու։ Չնայած ժամանակակից սպառազինությանը, ադրբեջանցին շարունակում է յենիչերների մեթոդով հաշվեհարդար տեսնել Արցախի խաղաղ բնակիչներից։ Վերջին դեպքը Թալիշում սպանված ամուսիններն են։ Այդ եւ մի քանի այլ գործեր հիմա քննվում է Եվրոպական դատարանում։ Միայն թե մի խնդիր կա։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խորհրդականը նկատում է, դատարանում Արցախը ներկայացված չէ որպես կողմ։ Փաստորեն ապրիլյան պատերազմի ամբողջ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Արցախի Հանրապետության տարածքում, միջազգային ատյաններում եւ մասնավորապես Եվրոպական դատարանում այս հարցում Արցախի Հանրապետության ձայնը լսելի չէ։ Ինչու, որովհետեւ ֆորմալ առումով Արցախը դեռևս չճանաչված պետություն է, սակայն մենք ուղիներ ենք որոնում այս խնդիրը լուծելու համար։ Ինչ որ ձևով, դա կլինի երրորդ կողմ ներգրավվելու եւ մեր տեսակետները հայտնելու, դա կլինի այլ ճանապարհով։ Արցախը հաջողությամբ կարողանում է պաշտպանել իրեն, բայց այն չպետք է թողնել միայն պաշտպանության բանակի ուսերին։ Հարկավոր է միջոցներ ձեռնարկել Արցախի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։ Սամվել Բալայան, Թերեզա Կադաևչյան, Օրկիրակի։ Որ քաղաքականությունն ու տնտեսությունը փոխկապակցված է, մի ավելորդ անգամ ապացուցելու կարիք չկա։ Ընդ որում այդ կապերը կարող են երկկողմանի օգտագործվել։ Մի դեպքում քաղաքական որոշումներ են ընդունվում տնտեսության առաջնահերթությունները հաշվի առնելով, մեկ այլ դեպքում տնտեսական լծակներն են կիրառվում ցանկալի քաղաքական որոշմանը հասնելու համար։ Թեման Արցախի համար առանձնապես ցավոտ է ինչպես արտահանման, այնպես էլ ներդրումների ներգրավման համար։ Արցախը պետք է հաղթահարի չճանաչված լինելու քաղաքական խոչընդոտը։ Անցնող շաբաթն այս ճանապարհին հակասական իրադարձություններով էր հարուստ։ Փետրվարի 6-ից 10-ը Մոսկվայում կայացավ Պրոդեքսպո 2017-ը ուշադրության կենտրոնում սննդի արդյունաբերություններ իր ողջ բազմազանությամբ։ Պրոդեքսպոն համարվում է Ռուսաստանի Դաշնության եւ Արևելյան Եվրոպայում ընթացող սննդի եւ խմիչքների ամենահեղինակավոր, ամենամյա ցուցահանդեսը եւ արդեն ավելի քան 20 տարի է որոշում է պարենային արդյունաբերության զարգացման ոլորտը։ Հայաստանի Հանրապետությունը Պրոդեքսպոին միացավ 4 տարի առաջ, եթե ավելի վաղ մասնակցությունն առանձին կազմակերպությունների մակարդակով էր, ապա արդեն 4 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը հեղինակավոր այս միջոցառմանը մասնակցում է ազգային տաղավարով։ Արդեն 4-րդ տարին է անընդմեջ մեր երկիրը մասնակցում է ազգային տաղավարի տեսքով։ Շատ երկրներ են իրենց մասնակցություն ունենում։ Նախկին մի 10-15 տարի մեր երկիրը տարբեր ընկերությունների տեսքով միշտ էլ մասնակցել է, բայց կրկնում եմ արդեն 4-րդ տարին ազգային տաղավարի տեսքով եւ հասնենք այն աստիճանի, որ այսօր կազմակերպիչների կողմից բացման արարողության ժամանակ ամենատարբեր ենթատեքստերում առաջիններից մեկը նշվել է Հայաստանի Հանրապետությունը, որպես շատ կազմակերպված մասնակցող երկիր։ Հայաստանյան գործընկերներից 1 տարի ուշ նաև Արցախի տնտեսվարողները սկսեցին մասնակցել այդ միջազգային ճանաչում ունեցող միջոցառմանը։ Արդեն երրորդ տարին է, ինչ Արցախի Հանրապետության արտադրող ընկերությունների պատվիրակությունը նույնպես մասնակցում է Պրոդեքսպո միջազգային ցուցահանդեսին։ Մասնակիցների թվով եւ ներկայացված տեսական ու բազմազանությամբ նախորդներից ետ չմնաց Պրոդեքսպո 2017-ը ընդհանուր առմամբ 2000-ից ավելի մասնակից է ունեցել 67 երկրից, ցուցահանդեսը 55,000-ից ավելի այցելու է ունեցել, հայաստանյան պատվիրակությունը մոտ 2.5 տասնյակ ընկերություններ է ներառում, Արցախը մասնակցել է առանձին պատվիրակությամբ ավելի համեստ կազմով։ Արցախի Հանրապետության արտադրող ընկերությունների պատվիրակությունը ներկայացրել է Արցախ բիո եւ կատարող ապրանքատեսակները, այսինքն սննդի վերամշակող արտադրություն ներկայացնող ընկերությունները եւ գինեգործությամբ զբաղվող ընկերությունը։ Արցախյան պատվիրակությունը էկոնոմիկայի նախարարն է գլխավորել, նման միջոցառումներից գործնական ակնկալիքները մեծ են, այդ պատճառով էլ պատկան մարմինը ոչ միայն մասնակցում, այլև կազմակերպում, իսկ այս դեպքում նաև աջակցում է, որ հայրենական արտադրողների մասնակցությունը ապահովվի։ Մենք իրականացրել ենք մասնակցության վճարների 50%-ի ֆինանսավորումը,
աջակցել եք, որպեսզի մեր ընկերությունները մասնակցեն։ Նման ցուցահանդեսների մասնակցությունը միշտ որակական ազդեցություն է ունենում Արցախյան շուկայի զարգացման ու ակտիվության գործում եւ նշեմ, որ նման ցուցահանդեսների մասնակցությունը մեր արտադրողների դա հնարավորություն է ստեղծում ներկայացնելու ավելի լայն շուկաների իրենց ապրանքները։ Ռուսական շուկան ավանդաբար մեծ տեղ է ունեցել Արցախի արտահանման քարտեզում։ Վերջին տարիներին Արցախում ակտիվացող սննդի արդյունաբերության ոլորտի ընկերություններից շատերի համար սպառման հիմնական շուկաներից մեկը հենց Ռուսաստանն է։ Արցախյան արտադրանքը բավական լայն սպեկտրով արդեն իսկ ներկայացված է ռուսական շուկայում։ Հիմնավոր ակնկալիքներ կան, որ նման կարգի ցանկացած միջոցառման մասնակցելով էլ հնարավոր կլինի նոր կապեր հաստատել, նոր ապրանքատեսակներ արտահանել, իսկ քանակի մասով հիմնական մարտահրավերը արտադրողներին է հասցեագրվում։ Հաճախ խնդիրը ոչ թե սպառման հարցում գործընկեր գտնելն է, այլ նրան նվազագույն պահանջարկը ապահովելը։ Ռուսական շուկան հանդիսանում է եւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար ամենից մատչելի եւ ամենից լայն շուկան իրացման առումով, քանի որ վերջերս նաեւ Հայաստանի Հանրապետությունը անդամակցելով Մաքսային միության մեջ լայն հնարավորություններ է ստեղծվել բազմաթիվ արտոնյալ պայմաններ արտահանման ուղղությամբ եւ այդ պայմանները հնարավորություն են տալիս, որպեսզի մեր ապրանքաշրջանառությունը հատկապես արտահանման ոլորտում Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցնում է առաջին տեղերից մեկը եւ ամեն յուրաքանչյուր անգամ մասնակցությունը իր դրական արդյունքներն է տալիս։ Այսօր ավելի խիստ որակի հսկողության հարցն է դրված։ Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը վստահեցնում է, այդ առումով հայկական արտադրանքը խնդիրներ չունի, որակն առկա է, պահանջարկը եւս։ Ինչ վերաբերում է ապրանքի որակին, ապա մենք այստեղ համարյա թե խնդիր չունենք, որտեղ Մոսկվայում իմ համարյա ամենօրյա շփումները առևտրական ցանցերի հետ վկայում եմ բավականին վստահ, որ որակի առումով մենք խնդիրներ չունենք։ Գնային առումով էլի նորմալ է, չնայած կան ռեզերվներ, կան հնարավորություններ, ինչը ճիշտ օգտագործելու պարագայում կարող է նաև կրճատել այս տնտեսագիտական տարածությունը։ Կան արդեն նախնական պայմանավորվածություններ տարբեր, այսպես ասած, իրացման ցանցերի հետ, հիմա ընթանում են բանակցություններ, բավականին լուրջ արդեն տեղ է գրավում ռուսական շուկայում մեր կատարող գինին եւ բանակցություններ ենք վարում նաեւ մյուս մեր արտադրատեսակների ուղղությամբ արդեն իսկ ներկայացված են Արցախյան արտադրանքը ռուսական շուկայում, բայց շուկան այնքան լայն է ու մեծ, որ ինչքան արտադրենք այնքան տեղ կա, ուղղակի պետք է այդ ամեն ինչը ճիշտ կազմակերպել, ճիշտ ներկայացնել, մարքեթինգը ճիշտ կազմակերպել, որպեսզի կարողանանք մրցունակ լինի մեր ապրանքը նաև ռուսական շուկայում։ Պրոդեքսպո 2017-ի օրերին մեկ այլ լուր տարածվեց Ուկրաինայից։ Պաշտոնական Կիևը հայտարարեց, թե իր տարածքում արցախյան արտադրանքի իրացումն արգելում է, ասել, թե դա տնտեսական հիմնավորում ունի, ծիծաղելի կհնչի։ Արցախյան արտադրանքն իր ծավալով չի կարող վտանգավոր լինել Ուկրաինայի արտադրանքի համար։ Քաղաքական հիմնավորումն էլ համոզիչ չէ։ Նման դիրքորոշման միակ հիմնավորումը կարող է Բաքու-Կիև պայմանավորվածությունը լինել պարզապես անկախ պատճառներից Արցախում նորությունը գնահատել, դրանից բխող հետևությունները կատարել են։ Որոշակի կարող է բացասական ազդեցություն ունենա, բայց այնուամենայնիվ Ուկրաինայի նման որոշումը մեծ ազդեցություն չի ունենալու, որովհետև արտահանման աշխարհագրության մեջ Ուկրաինան կարելի ասել ընդհանրապես տեղ չի զբաղեցնում մեր ապրանքատեսակների արտահանման մասով, ինքը ուղղակի, այսպես ասած, քաղաքական ենթատեքստից ելնելով այդպիսի որոշում է կայացրել։ Չեմ կարծում ու համոզված եմ, որ դա չի ազդելու մեր արտահանման գործընթացին եւ ընդհակառակը մենք արդեն որոշակի, ես նշեցի, պայմանավորվածություններ ունենք զարգացնելու եւ ավելացնելու մեր արտադրանքը եւ Ռուսաստանի շուկայում եւ Եվրոպայի շուկայում եւ մյուս արտասահմանյան երկրներում գործընթացը ընթացքի մեջ է։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, Օր Կիրակի։ Քաղաքական ու տնտեսական թեմաներից այժմ մի փոքր կտրվենք։ Այսօր գիրք նվիրելու օրն է։ Այն առիթ է վերաժողովելու գրքի դերը մեր կյանքում։ Որքանով է ընթերցող մեր հասարակությունը,
ինչ գրքեր է նախընտրում, ինչ վիճակում է մեր գրադարաններն ու ինչ պարբերականությամբ են թարմացվում գրապահոցները։ Այս հարցերի պատասխանն ենք փնտրել։ Ճանաչված արձակագիր Նարինե Աբգարյանի հետ հանդիպում է։ Մոսկվայում ապրող մեր հայրենակիցը իր օրինակով ցույց է տվել, որ մեր օրերում եւս կարելի է лав հետաքրքիր գիր գրել ու ընթերցողների բազմահազար բանակի սիրելին դառնալ։ Мне на самом деле сложно объяснять, в чем секрет моего успеха. Если бы я знала, я бы писала больше, чтобы этого успеха было больше. Может быть, в какой-то искренности, в том, что некоторые мои тексты смешные, потому что люди все-таки любят смешные тексты. Я-то начала со смешных книжек. Я сначала заарканила читателя, а потом стала писать серьезные, более серьезные вещи. Наверное, секрет успеха любого автора – это в искренности, не изменяй себе. Вот как считаешь нужным, так и пиши. Не подстраиваешься ни под кого. Նարինեն օբրազ ակումբի անդամների հետ կիսվում է իր հաջողության գաղտնիքներով։ Ակումբը միավորում է ստեղծագործող պատանիներին ու աղջիկներին։ Նրանք համոզված են, գիրքը իր առանձին տեղն ունի, եթե ոչ բոլոր արցախցի հասակակիցների կյանքում, ապա նրանց կյանքում հաստատ։ В Арцахе прошел литературный конкурс, который назывался «Арцах. Образы будущего». И было задание написать коротенький рассказ о том, как мы представляем наше будущее где-то через 20-30 лет. И все эти участники, конкурсанты, которые участвовали в этом конкурсе, сегодня они являются членами литературного клуба. И также к нам присоединяются новые молодые писатели и поэты, пишущие на русском языке. Թարմ հետաքրքիր գրականության կարիքը միշտ էլ կա։ Գրքի ու գրողի վարկանիշը գնալով բարձրանում է աշխարհում։ Ապացույցը միջազգային ցուցահանդես տոնավաճառները։ Ավելի քան 200,000 այցելու, այդ թվում 40,000 երիտասարդներ, 1200 տպագրատուն եւ 40 մասնակից երկիր։ Այսպիսինն է Փարիզյան ամենամյա ցուցահանդես տոնավաճառի վիճակագրությունը։ Այն հնարավորություն է տալիս ընթերցասեր հասարակությանը հանդիպել աշխարհի բոլոր կողմերից Փարիզ ժամանած գրողների հետ։ Անցած տարվա ցուցահանդեսին նրանք 3000-ն էին, իսկ նրանցից մեկը Նարինե Աբգարյանն էր։ У нее в Арцахе очень много поклонников, людей, которые давно увлекаются ее творчеством. И также хочу сказать, что особенность в чем? В том, что во время войны, в этот не очень нелегкий период для нас, ее рассказы, ее книги спасали и просто как бы вводили людей из этого тяжелого состояния. Очень много я об этом слышала, и поэтому нужно, наверное, отметить это. Самый любимый на сегодняшний день армянский автор – это, конечно же, Мариам Петросян. Я ей очень горжусь, и я надеюсь, что она напишет какую-нибудь еще одну такую же прекрасную книгу. Очень много очень любимых авторов. К сожалению, насколько я знаю, в Армении очень сложно издаваться. Но вот российские авторы, и Андрей Аствацатуров, которого я очень люблю, и Карине Арутюнова, которая живет в Украине, но, в общем, издается в России, и Валера Айрапетян, и я боюсь кого-то забыть. Просто это люди, которые замечательно пишут, и я горжусь ими, и, в общем, с удовольствием их читаю. Bloomberg բարբերականի տվյալներով աշխարհում ամենավարկանիշային գրքերի առաջին տասնյակում են Սարա Չեյզի պետության գողերը, ինչը կոռուպցիան վտանգում գլոբալ անվտանգությունը, Անջելա Դուվորթի Գրիտ կրքի եւ համառության ուժը եւ Փիթեր Ֆրանկոպանի Մետաքսե ճանապարհը աշխարհի նոր պատմությունը գրքերը։ Ցուցակում հայտված ստեղծագործություններից շատերը նվիրված են տնտեսագիտությանը եւ քաղաքականությանը, նորօրյա իրականությունն է թելադրողը։ Մեր հարցախույզը մանկահասակ երեխաների շրջանում ցույց տվեց, որ Հովհաննես Թումանյանը հարատև արժեք է, ու Հարի Փոթերին ընտրող դպրոցականները նաեւ հայ դասականներին են ընթերցում։ Սիրում եմ գրքեր կարդալ, հաճախ եմ օգտվում գրադարաններից։ Իմ սիրած հերոսներն են Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը։ Հատկապես ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանին, որտեղ նրա հեքիաթներում ուսուցանող բաներ կան։ Նրա առակներում սովորեցնում է, որ պետք չէ չար լինել, այլ պետք է բարի լինել։ Ես շատ եմ սիրում օգտվել գրադարանից եւ հաճախ եմ օգտվում գրադարանից։ Ես սիրում եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթները։ Ինձ դու եկել Շունն ու կատուն, Օսկար Ուայլդի Աստղամանուկը հեքիաթը գրքեր կարդալ շատ մեծ հաճույք եմ ստանում։ Ուսանողներն էլ ու երիտասարդներն ընդհանրապես նախընտրում են սիրային ստեղծագործություններն ու պարտադրված մասնագիտական գրականությունը։ Մուրացանի անվան գրադարանի մասնաճյուղում ենք։
Այն Արցախի պետական համալսարանին կից տարածքում է ու հիմնականում ուսանողներին է սպասարկում։ Մեր ընթերցողների մեծամասնությունը ուսանողներ են։ Ունենք հիմնական ընթերցողներ, հաճախակի են ընկերություն ենք անում բոլորի հետ, իրանց նախասիրությունները, այո, մենք հաշվի ենք առնում, օրինակ ամեն ընթերցողի մենք գիտենք ինչ գիրք տանք։ Գալիս է դու գիտես ինչ գիրք պիտի տաս, ես արդեն իր գրքերը առանձնացնում եմ, առաջարկում եմ, ինքը ընտրություն է կատարում, վերցնում է։ Գրադարաններն այսօր ժամանակակից նորացված գրականության կարիք ունեն։ Հայաստանում գրադարանների գործունեությունը կարգավորող օրենքով սահմանվում է, որ հրատարակչությունը եւ գրողը պետք է գրքի մեկ օրինակ նվիրաբերեն գրադարանին։ Սա ինչ որ չափով խնդրի լուծում է, սակայն ոչ Արցախի համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրահրատարակությամբ զբաղվող ընկերություններ այստեղ քիչ կան, իսկ արցախյան գրողների գրքերն գրադարաններում կան, սակայն դրանք քիչ ընթերցվողներից են։ Գիրք սիրողը նմանույնը հաճախում է գրադարան, ուղղակի հիմա գրքերն է քչացել, հները մաշում են, նոր գրականությունը չեն վերահրատարակվում, քիչ են վերահրատարակվում, բայց այդ վերահրատարակվածն էլ թանկ է, հնարավորություն չկա, որպեսզի բոլորը գնենք։ Ինչպես են թարմացվում գրապահոցները մեզ մոտ, ինչ գրքեր են նախընտրում ընթերցողները եւ արդյոք հաշվի է առնվում նրանց հետաքրքրություններն ու համաշխարհային գրական գործընթացները գրապահոցների համալրման ժամանակ։ Մենք գրի ենք առնում, սաղ գրի ենք առնում պահանջարկ ընթերցողների, հետո ընթերցողները գալիս են, ասենց նոր հեղինակա դուրս եկել, լավ կլինի դուք առաջարկեք, որպեսզի մենք ձեզանից կանք վերցնենք, հիմնական մեր այդ ընթերցողներն են, իրենք են առաջարկում, դիվե պատկերացնում եք, լինում է, որ գիրք չի լինում տանք, տներից ենք բերում, ինձ տունը ունեմ, էլի մեծ գրադարան, բերում եմ այստեղ դրված, առանց գրանցման, ուզում է ընթերցողը, վայ ուրախանում եմ, կա։ Գրադարանների գրքային ֆոնդը համալրվում է հիմնականում նվիրատվությունների եւ գնումների հաշվին։ Այսպես 2016 թվականին Մեսրոպ Մաշտոցյան անվան հանրապետական գրադարանի գրքային ֆոնդը համալրվել է 266, իսկ մանկական գրադարանի գրքային ֆոնդը 180 գրքերով։ Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանի վերանորոգման եւ հանրապետական գրադարանի համար նոր շենքի կառուցման ուղղությամբ։ Գրքերի համալրման ճանապարհներից մեկն էլ անհատների նվիրատվությունն է։ Մայրաքաղաքի Խաչատուր Աբովյանի դպրոցական գրադարանի հարուստ պահոցի համալրման մի եղանակն էլ նվիրատվությունն է։ Մեր գրադարանում կա մոտ 6700 գեղարվեստական գրականություն, տվյալ գրականությունը ստանում ենք ինչպես կրթության նախարարությունից, այնպես էլ առանձին անհատների կողմից, որպես նվիրատվություն։ Երեխաները հիմնականում տարական օղակը օգտվում է հեքիաթներից, մենք ունենք եւ արտասահմանյան եւ ռուսական, բնական է հայ գրողների հեքիաթներ, Աղայան, Թումանյան, Հանս Քրիստիան Անդերսեն, իսկ արդեն միջին օղակը օգտվում են ծրագրային գրականությունից, նրանք գիտեն օգտվելու ձևը գրադարանից եւ գիտեն, որ անպայման պիտի կարդան այդ գրքերը, որովհետեւ հանձնելուց միշտ հարցնում եմ, որ հերոսն է նրանց դուր եկել, արդյոք միջև վերջ են ընթերցել։ Նույն ճանապարհով պահոցը համալրելու առաջարկով նաև ավագ գրադարանավար Անահիտ Գարաքյանն է հանդես գալիս։ Սեփական գրադարաններում բազմիցս ընթերցված գրքերը հանրային գրադարաններին հանձնելը ազնվաբարոյ քայլ է։ Քանի որ մեր գրադարանում մասնագիտական գրքերի պահանջարկը մեծ է, հետո ժամանակակից գրողներից են շատ պահանջում, մեր հնարավորությունները սուղ են, ես կխնդրեի բոլորին, ով հնարավորություն ունի ինչ-որ չափով օգնի։ Հենց այդ օրը գիրք բերեն նվիրեն, եւ մենք շատ կուրախանանք։ Նրանց անունները կնշենք նույնիսկ, որ այսպիսի մարդիկ մեզ գիրք են նվիրել։ Գրքի եւ ընթերցողի միջև կապ ստեղծողը գրադարանավարն է։ Լավ գրադարանավարի նվիրված աշխատանքն է ընթերցողին կապում գրադարանի ու գրքի հետ։ Այսօր նրանց աշխատանքը համարվում է նվիրյալի գործ, քանի որ շատ ցածր աշխատավարձով են անում մի գործ, որը սիրում են։ Գիրքը մեր ամենալավ ընկերն է։ Գրքից մարդիկ ստանում են իրոք այն, ինչ որ հնարավոր չէ հարաբերությունների մեջ, ինչ որ զրույցի միջոցով ստանալ։ Դա անձնական կապ է գրքի հետ։
եւ դասերակում է մեզ գիրքը եւ հետո գիտեք ինչ ես ցանկանում եմ որպեսզի մեր ժողովուրդը գնահատեն արժևորեն գիրքը առաջ որ գիրք էին նվիրում մենք շատ ենք ուրախանում երեխաները այո ակտիվ օգտվում են գրադարանից եւ ունենք գրքի բժիշկ խմբակը որ դասերից հետո գալիս վերանորոգում են հին մաշված գրքերը ունենք տարվա ընթերցող աշակերտը եւ գիրք նվիրելու օրվան կապակցությամբ փետրվարի 19-ին մենք ռադիո հանգույցով առավոտյան միշտ հաղորդում ենք տարվա լավագույն ընթերցողը եւ այս ձևով մենք փորձում ենք երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի գրքերի աշխարհը Խորհրդային տարիներին գրադարանը բնակչության լուսավորության հիմնական աղբյուրներից էր համարվում, ուստի ուշադրությունը նրանց նկատմամբ մեծ էր։ Հայաստանում խորհրդային ժառանգությունից 2005 թվականին 1315 գրադարան էր մնացել, այսօր դրանց թիվը կտրուկ նվազել է, ընթերցասերներին ընդամենը 834 գրադարան է սպասարկում։ Ինչպիսին է իրավիճակը մեզ մոտ։ Արցախում ըստ սեփականության ձևի գործում են պետական, համայնքային եւ ոչ պետական գրադարաններ։ Իսկ ըստ տարածքային բաժանման հանրապետական, շրջանային եւ համայնքային գրադարաններ։ Արցախի հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործում են հետևյալ գրադարանները. 1924 թվականին հիմնադրված Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը եւ 1947 թվականին հիմնադրված Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը։ Գրադարանների դերը մեծ է հատկապես գյուղական բնակավայրերում։ Ամռան թեժ օրերին փոխարինելու է գալիս ձմռան հանգիստը։ Հենց այս ժամանակահատվածում է սկսվում գյուղական ընթերցանության ժամը, այնպես որ հենց այս օղակում է գրադարանների հարստացման անհրաժեշտությունը։ Գրքերի նվիրատվության կարգով որոշակի աջակցություն է ցուցաբերվում նաև համայնքային գրադարաններին ու գիտական եւ կրթական կենտրոններին։ Գնումների հարցում գրադարանները գործում են ինքնուրույն, հաշվի են առնում հետևյալ հանգամանքները. նախ այցելուների պահանջմունքները առաջին հերթին, երկրորդը գրադարանները իրենց հերթին նրանք կատարում են մոնիթորինգ եւ հասկանում են թե ինչ գրքերի կարիք կան։ Օրինակի համար Մարտունու կենտրոնական գրադարանը հիմնականում գնում է գյուղատնտեսությանը վերաբերող գրքեր, գիտական գրքեր, քանի որ այդ շրջանում կոնկրետ պահանջարկը կա գյուղատնտեսական գրականության նկատմամբ, այսինքն գնումների հարցում գրադարանները գործում են լրիվ ինքնուրույն։ Մենք ունենք տեղեկություններ, մենք գիտենք թե որ կոնկրետ որ շրջանում, կոնկրետ որ գրադարանը ինչ գրքերի կարիք ունի եւ երբ նվիրատվության կարգով ստանում են գրականություն, մենք փորձում ենք գրադարաններին տալ այնպիսի գրքեր, որոնց պահանջարկը կա այդ գրադարանում։ Գիրքն ու գրականությունը միշտ էլ իրենց արժանի տեղ կունենան մեր կյանքում։ Ոչինչ չի կարող փոխարինել գրքի հետ կենթանի շփմանը։ Այն պնդում է, թե համացանցի դարում գրադարանի կարիքը չկա, հեռու է ճշմարտությունից։ Ուրեմն ունեցածը պահենք, զարգացնենք, հետևելով համաշխարհային գործընթացներին։ Ինչ իրադարձություններով էր հարուստ անցնող շաբաթը, որքանով էր այն կարևոր մեր բոլորիս համար։ Մեր տեսախցիկի ուշագրավ կադրերն ու լրատվական հոսքը մի քանի րոպեում տեսաշարի տեսքով։ Փետրվարի 16-ը ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 58 տարեկան։ Արցախի քաղաքական եւ պետական գործչի գերեզման հուշաքարին ծաղիկներ են խոնարհել եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել նրա հարազատները, պետական պաշտոնյաներ, падգամավորներ, կուսակից ընկերները։ Ժամանակն է ծնում իր հերոսին, ազատագրական շարժման բողում ծնվեցին գործիչներ, որոնք խոր հետք են թողել մեր պետության կայացման դժվարին ճանապարհին։ Նրանցից է Արթուր Մկրտչյան գաղափարի մարտիկը։ Բավականին դժվար մի գործ ձեռնարկեցին, ազգային ազատագրական պայքար, պետության կերտում, զարգացում, այսինքն հարցեր են, որոնք իսկապես խորհրդային պետության կայսերապաշտական ձգտումներ ունեցող մի երկրի սահմաններում, ադրբեջանական բռնատիրության պայմաններում իհարկե դա կարծես թե անհնարին էր, բայց Արթուր Մկրտչյանի նման գործիչներ ծնվեցին եւ ընդհանուր առմամբ ժողովուրդը իսկապես իր մեջ ուժ գտավ, որպեսզի հաղթահարի այդ դժվարությունները։ Փետրվարի 12-ին կյանքից հեռացավ Արցախյան ազգային ազատագրական պայքարի նվիրյալ եւ առաջամարտիկ, շարժման սկզբնական փուլում հատուկ գործողություններ եւ առաջադրանքներ կատարելու առաքելություն ստանձնած բանվորական խմբի ղեկավար Ռաֆայել Գաբրիելյանը 1988-ին իր խառնվածքով հոգու ուժով կարողացավ իր հետևից ստանել մայր հայրենիքի հետ վերամիավորման գաղափարով տոգորված զանգվածներին։ Նա Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին մեծ ու կանգնած հիշատակ բարեգործական հիմնադրամի նախաձեռնողներից է։ 1995 թվականից
Այդ կառույցի գործադիր տնօրենը Ռաֆայել Գաբրիելյանը Արցախյան շարժման ընդհատակյա փուլի մասնակիցներ։ Կոզին там моментом вы ճանաչում եք նույնիսկ государство. Ну, это կմիանանք Հայաստանի հետ, սաչել դյունչով, բայց կոզին գնահած եմ ես, որովհետև սաղ աշխարհը Հարաբաղի նման դի ազգի չելար, որ 50,000-ով ողջի մեջ կկոտրել։ Վաղուհասի եւ շրջակա բնակավայրերի ազատագրումը 1993-ի այս օրերին էր։ Ռազմագործողությունը փետրվարի 11-ին սկսվեց։ Գյուղը ազատագրել ենք ամսի 12-ին, անմիջապես անցել ենք Խնկավանի համայնքի Խնկավան գյուղի ազատագրման ու նույն օրը երեկոյան ժամը 5-6-ի սահմաններում արդեն ազատագրված է եղել նաև Խնկավան գյուղը։ Վաղուհասիները մեծ ակտիվություն ցուցաբերեցին եւ իրենց գործունեությամբ ողջ տարածաշրջանում ապացուցեցին, որ հնարավոր է փոքր ուժերով, բայց կատարեն մեծ աշխատանքներ։ Սկզբում ինքնապաշտպանական ջոկատների, ապա նորաստեղծ բանակի կազմում մասնակցելով ազատամարտին գրեթե բոլոր ուղղություններում Վաղուհասն ու Խնկավանը 72 զոհ են ունեցել։ Պատերազմն ինքնին ծանր հարված է գյուղերի համար, իսկ այդքան աշխատող կառուցող ձեռքի կորուստը շարունակում են գործնականում զգալ մինչ այսօր։ Մեծ դժվարությամբ կրկին ոտքի կանգնեցին Վաղուհասն ու Խնկավանը եւ կորուստներն միասին հիշում եւ ձեռքբերումներով միասին ուրախանում։ Պատմության էջերը թերթելիս մեկ ականատես ենք լինում բազմաթիվ դեպքերի, երբ հայերը ռազմական ներդրում են ունեցել հարևան երկրների պաշտպանության ազատագրման գործողություններում։ Դրա վառ ապացույցը աֆղանական պատերազմն էր։ Այդ պատերազմին հայերը ակտիվ մասնակցություն են ունեցել։ 28 տարի առաջ փետրվարի 15-ին Խորհրդային Միության ղեկավարությունը հրաման է ստորագրել Աֆղանստանից զորքը դուրս բերելու մասին։ Աֆղանստանի պատերազմի վետերանները ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում Աշոտ Բեկորի հուշարձանին, իսկ տոնական հավաքի ժամանակ խոսել են հետագա անելիքներից, մի խումբ վետերանները պարգևատրվել են։ Սորվա իրան էլի պատրաստ ենք օգտակարների մեր հայրենիքին, մեր հասարակությանը, տարբեր ծրագրերին շուրջ միանվում ենք, մշակում ենք իշխում են պենոզում ենք, որպեսզի օգտակար լինի։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական ձեռքբերումները խորագրով հերթական գիտական քննարկումներն են կազմակերպվել Արցախի պետական համալսարանում, տնտեսագիտության տեսության եւ կառավարման ամբիոնում ամփոփվել են անցած 25 տարիների տնտեսական հաջողություններն ու դրանք ներկայացրել թվերով։ Արցախի մայրբուհում այս շաբաթ կազմակերպված մեկ այլ միջոցառում նվիրված էր սահմանադրական բարեփոխումներին։ Մասնակից իրավունքի ամբիորին դասախոսներն ու ուսանողները իրենց դիրքորոշումներն են ներկայացրել։ Հանդիպումը ոչ թե քարոզչական, այլ իրազեկման նպատակ էր հետապնդում։ Ոչ ֆորմալ կրթություն ծրագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանն այս շաբաթ հյուրընկալել էր ազգագրագետներ Հարություն Մարությանին եւ Լևոն Աբրահամյանին։ Գիտնականների գիտական աշխատանքների նյութը մեր ոչ հեռու անցյալն է, դասախոսությունների թեմաներն էին Ղարաբաղյան շարժումը, մշակութաբանական հայացք եւ Ղարաբաղյան շարժումը պատկերագրության մեջ։ Չեք պատկերացնում ինչքան շատ նյութ կա, թվում է որ չկա, ազգագրական մշակութաբանական դրվածքով ոնց է շարժումը նայվում եւ ելի խոսքը գնում է սկզբի մասին։ Մենք հատուկ չենք խոսում այսօր պատերազմի մասին, որը դուք մեզանից շատ ավելի լավ գիտեք, եւ քանի որ ամսի 20-ը համընկնում է նաեւ հենց այդ օրվա հետ, որից սկսվում է Ղարաբաղյան շարժումը 88 թվի, դրա համար հենց այս թեման ընտրեցինք։ Երեք սկսվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը, որը կանցկացվի 14 առարկաներից։ Ստեփանակերտի համար 8 ավագ դպրոցում անցկացվել է մաթեմատիկայի օլիմպիադան, որի մասնակցել է 62 աշակերտ հանրապետության բոլոր շրջաններից։ Այս տարի բնագիտական ցիկլի առարկաները եւ մաթեմատիկան տեստային շրջանային փուլի առաջադրանքները տեստային ձևով էին, իսկ արդեն հանրապետական եւ եզրափակիչ փուլերը լինելու են ստանդարտ ձևերով, խնդիրները որոնք պիտի լուծվեն։ Մաթեմատիկայի օլիմպիադայի շրջանային փուլի մասնակցել է 550 դպրոցական։ Վաղը նշելու ենք Արցախի վերածննդի օրը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը 1988 թվականի փետրվարի 20-ին որոշում կայացրեց
Հայաստանի կազմ տեղափոխվելու համար միջնորդել խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի օրենսդիր մարմիններին։ Քայլը բուրն արձագանք գտավ ամբողջ աշխարհում։ Հայաստանում եւ Արցախում սկսվեցին մասշտաբային հանրահավաքներ ի պաշտպանություն վերամիավորման։ Ադրբեջանը սրանց պատասխանեց Սումգայիթի կոտորածներով, ապա եւ լայնածավալ պատերազմով։ 1991 թվականին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ 1994 թվականի մայիսին զինադադարի պայմանագրով դադարեցվեցին ռազմական գործողությունները մի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից Ադրբեջանի միջև։ Փետրվարի 20-ը ոչ աշխատանքային է եւ առիթը միայն ճակատագրական որոշման 29-ամյակը չէ։ Վաղը մեր երկրում տեղի կունենա սահմանադրական հանրաքվե։ Ինչու նոր սահմանադրություն եւ ինչու հիմա, հարցերի պատասխանները շուրջ 1 ամիս տրվել են ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին։ Կողմի ու դեմի ճամբարները ներկայացրել են իրենց հիմնավորումներն ու փաստարկները։ Վաղը մեր վճռական խոսքն ասելու օրն է։ Եվ հանրաքվեի տեղամասում յուրաքանչյուրս մեր նշումով եւս մեկ անգամ պատասխանատվություն ենք ստանձնելու երկրի պետականության ամրապնդմանը։ Բոլորս դեպի հանրաքվեի տեղամասեր, վաղը առավոտյան ժամը 8-ից։ Արցախի հանրայինը վաղը կաշխատի արտակարգ ռեժիմով, ուղիղ ժամը 9-ին իր աշխատանքները կսկսի օրդրատվականը։ Մենք ուղիղ միացումներ կունենանք հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովից, մամուլի կենտրոնից, մեր նկարանող խումբերը կաշխատեն հանրապետության բոլոր շրջաններում եւ Ստեփանակերտում։ Իսկ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Բարի գիշեր։